Պարոն Դավթյան, Ալիևը հայտարարել է, որ թրիփի շրջանակներում մասնագետներ են եկել եւ Հայաստանում էլեկտրական հաղորդիչների հետ կապված ուսումնասիրություններ են արել, նա նաեւ խոսել է ատոմակայանի փակման մասին, ինչ եք կարծում, արդյոք ատոմակայանի հետ կապված հարցը Հայաստանը եւ Ադրբեջանը քննարկել են հաշվի առնելով Ալիևի այս հայտարարությունը։ Պետք է փաստենք, որ ատոմակայանի փակման հարցը դեռևս հին ժամանակներից է գալիս, սա արտաքին քաղաքականության մասով Թուրքիայի գերակա շահերից մեկն է ճանաչված եղել ժամանակին եւ բնականաբար այսօր Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները ինքնին իր մեջ պարունակում որոշակի թուրքական հետք, իհարկե սա մեր համար անընդունելի իրականություն է եւ այն հայտարարությունները կարող են Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի Հանրապետության համար սպառնալիք են, հատկապես էներգետիկ անվտանգության մասով։ Սա նորություն չէ, մենք տեսել ենք տարիների ընթացքում Իլհամ Ալիևի կողմից արված տարբեր հայտարարություններ, որոնք նույնպես ինչպես Հայաստանի ներքին ուրեմն քաղաքական կյանքին խառնվելու շատ ուղիղ փորձեր են եղել եւ սա նույնպես չի տարբերվում դրանից։ Ուստի այդ բնդումները, որոնք կապված են մեր ատոմակայանի թրիփի մասով խիստ մտահոգություն են առաջացնում եւ չեմ կարծում, որ դա նորմալ մարդկանց համար ընդունելի է։ Ինչ եք կարծում, նման պահանջ Ալիևը կդնի բանավորից կանցնի օրինակ գրավոր պահանջի։ Գիտեք, Ադրբեջանից սպասել է ամեն ինչ, մենք գիտենք, որ իրենք կարմիր գծը չունեն բանակցություններ, ինչքան որ հայտարարություններ անեն, որ սա վերջի փորձն է կամ վերջի պահանջն է եւ ոչ մեկ չի կարող բացառել, որ կա ժամանակ անց կարող են այդ պահանջները վերածվել նոր պահանջների, այսինքն ըստ էության մենք ունեցել ենք նման փաստեր եւ ես չունեմ այդ դիալոգ վստահություն Ադրբեջանի մասով։ Եվ արդյոք Ալիևի այս հայտարարությունները չեն հակասում Վաշինգտոնյան պայմանավորվածությանը եւ նախաստորագրված խաղաղության պայմանագրին։ Գիտեք, ես չի ուզենամ միայն տալ թրիփի պրոցեսներին, որովհետեւ ըստ էության երեկվա հարցազրույցի Իլհամ Ալիևը իր մեջ պարունակում է խիստ հակասական հայտարարություններ խաղաղության պրոցեսի ընկալման մեջ։ Իհարկե սա պետք է անդրադառնան իշխանությունները, բայց չենք տեսնում պատշաճ եւ հավուր արձագանք։ Իր հերթին նաեւ այս պնդումները իր մեջ պարունակում է խաղաղության պրոցեսին խանգարող գործընթացներ։